Ուսանողական վարկերի տրամադրման գործընթացը Գյումրիում արդեն 4 տարի գործում է, սակայն առևտրային ոչ բոլոր բանկերն են հատկացնում ուսանողական վարկեր։ Օրինակ Հայ-Էկոնոմբանկի Գյումրու մասնաճյուղից փոխանցեցին, որ իրենք վարկային նման ծրագիր չունեն։ Նույն պատասխանը ստացանք նաև Արարատ բանկի տեղի մասնաճյուղից։ Վարկային այդ ծրագրի իրականացումը մարզերում ոլորտի մասնագետները ռիսկային են համարում, իսկ բարձրագույն ուսումնական հաստատություններում տարեցտարի ավելանում է վճարովի տեղերի քանակը։ Բանկը իսկապես ռիսկի է գնում եւ սրանից է կախված, որ ասենք տոկոսադրույքը 20%-ի սահմաններում է։ Ցանկացած վարկի դեպքում էլ իհարկե ռիսկ գոյություն ունի, այս դեպքում առավել եւս, քանի որ չկա գրավ, բայց կա երաշխավորություն, այսինքն երաշխավորն է կրում պարտավորություն նաեւ վարկի վերադարձելիության ժամանակ։ Ուսանողական վարկերը տրամադրվում են 10 ամիս ժամկետով մինչև 20% ամսական տոկոսադրույքով։ Պայմանները բավականին խիստ են եւ ոչ բոլոր ուսանողները կարող են օգտվել դրանից։ Կարևոր պայմանը երրորդ անձի երաշխավորությունը։ Այն փաստը, որ օգտվողներ գրեթե չկան, բանկերում մեկնաբանում են այսպես. ամառային շրջանը վարկավորման համար пассив է համարվում։ Ակտիվություն ընդհանրապես չի եղել, դա փաստում են նաեւ բանկերի ստացված տվյալները։ Օրինակ Հայ բիզնես բանկի Գյումրու մասնաճյուղից փոխանցեցին, որ ամսական 1-2 ուսանողի են վարկավորել։ Անհրաժեշտ պայմաններն են, որ ուսանողը թեկուզ եւ ինքը աշխատող բարձր սովորում է աշխատող չի ընտանիքի անդամներ ունենան կայուն եկամուտ, պարտադիր կարգով 1 հոգի երաշխավոր, որը նույնպես կունենա կայուն եկամուտ, գոնե ուսանողական վարկի չափի կեսը ապահովված լինի երաշխավորի աշխատանքով, ստացած գումարով, այդ դեպքում նրանք վարկավորում ենք։ Ամառային շրջանը, երբ որ արձակուրդներ են, եւ համապատասխան ուսումնական հաստատությունները չեն աշխատում, դասեր չկան, բնականաբար այս շրջանը կարելի է пассив ավելի ժամանակահատված համարել, սա ակտիվ ժամանակաշրջանը ուրեմն սեպտեմբեր ամիսն է։ Բարձրագույն ուսումնական հաստատություններն էլ ունեն իրենց օրենքները։ Եթե ուսանողը մինչև քննաշրջանի սկիզբը չի վճարում վարձավճարը, զրկվում է քննություններին մասնակցելու իրավունքից։ Բուհերում փաստում են, որ սոցիալական այս պայմաններում ապրող գյումրեցիներից քչերին է հաջողվում դառնալ վարկառու։ Եթե կառավարության նպատակն է լուծել բուհերում սովորողների վարձավճարների հարցը, ապա այս տարբերակը չի արտարացնում իրեն։ Ցերեկային բաժնի ուսանողներն հիմնականում մեր մոտ սովորողները, իսկ ասենք իրենց ծնողները չունեն աշխատանք, որովհետեւ կարողանան ասենք այդ վարկերը մարել կամ հեռանկար չունեն հետագայում այդ մարելու։ Այնպես որ այդպես չի կարելի միանշանակ ասել, որ դա ասենք օգտակար միջոցառում է։ Նշենք, որ դեռևս տարեսկզբին Կրթության եւ Գիտության նախարար Արմեն Աշոտյանը հայտարարել էր, որ կառավարությունում քննարկվելու է ուսանողական վարկերի տրամադրման պիլոտային ծրագիրը, որն ըստ նախարարի մատչելի էր դարձնելու վարկավորումը, սակայն նախաձեռնությունն այդպես էլ օրենսդրական ուժ չստացավ։ Առևտրային բանկերը շարունակում են ուսանողական վարկեր տրամադրել նախկին պայմաններով։ Փայլակ Վարդյան, Գուրգեն Գինոսյան, Գալանյուս։